Ողջունում եմ բոլորին, բոլոր հետևորդներին, ովքեր դիտում են այս վիդեոն, շնորհակալ եմ, որ միանում եք, շնորհակալ եմ, որ դիտում եք և շնորհակալ եմ, որ գրում եք նամակներ, մեկնաբանությունները բոլորը կարդում եմ, անձնական նամակներով էլ գրում եք, շատ շնորհակալ եմ, հասցնում եմ, ինձ թվում է հասցնում եմ պատասխանեմ։ Այսօր կներկայացնեմ հաջորդ շաբաթվա վերլուծությունը, միասին կփորձենք հասկանալ, թե ինչ էներգիաներ ունենք շաբաթվա մեջ, ինչ օրեր ունենք, ինչ բնութագրիչներով եւ ինչի համար կարող ենք օգտագործել օրերը։ Եվ այսպես, եկեք ժամանակ չկորցնենք եւ անցնենք առաջ։ Մինչ առաջ անցնելը, եթե մինչ այժմ չգիտեք, թե որն է ձեր անհատական էլեմենտը եւ որ կենթանի կերպի տարում եք ծնվել, ապա սկանարեք այս QR կոդը, որից հետո կբացվի նման պատուհան, այստեղ լրացնում եք ձեր ծննդյան տվյալները, եթե ծննդյան ժամը չգիտեք, բաց եք թողնում, դա խնդիր չէ, անհատական էլեմենտը իմանալու համար եւ սեղմում եք հաշվել։ Այնուհետև բացում են նման պատուհան, որտեղ սա արդեն ձեր բազի քարտն է, որտեղ երևում է անհատական էլեմենտը, դա օրվասյան վերևի հատվածում եղած նշանն է, հիերոգլիֆը, ներկայացված են գույներով, կարող եք ըստ գույների էլ ուրեմն տարբերակել եւ տարվասյան ներքևի հատվածում նայում եք ձեր ծննդյան տարին։ Հիմա եկեք մինչև առաջ անցնելը սա էլ նշեմ, եթե խնդիրներ առաջանան բազի քարտի հետ կապված, ապա անպայման նայեք այս վիդեոն, իմ YouTube-յան ալիքում տեղադրված է այս վիդեոն, որտեղ մանրամասն ես ներկայացնում եմ բազի քարտի մասին ինֆորմացիա, սա հաստատ կօգնի ձեզ, որպեսզի մի փոքր ծանոթանաք ձեր անհատական էներգիաների։ Հիմա նաև չմոռանաք բաժանորդագրվել, անպայման սեղմել լայք կոճակ եւ կիսվել ձեր շրջապատով։ Եվ այսպես, ապրիլի 13-ին ունենք մաքրում բնութագրով օր եւ հիանալի էներգիաների դասավորվածություն ունենք, որը կարելի է օգտագործել գրեթե բոլոր տեսակի նախաձեռնությունների համար, բայց ամենակարևորը հիշեք, որ մաքրում բնութագրով օրերին ցանկալի է ազատվել այն ամենից, ինչը խանգարում է ձեզ, ինչը դուք չեք օգտագործում, մաքրեք ձեր տարածքը, մաքրեք դարակները եւ օրը կարող եք, ինչպես նշեցի, օգտագործել ցանկացած նախաձեռնության համար, բացի բժշկական օգնության դիմելու եւ ճանապարհորդություն սկսելու համար։ Օրը համարվում է դրական բոլոր այն անձանց համար, ովքեր ծնվել են ցլի, օձի, ձիու, այծի, կապիկի եւ ակհաղի տարում, ֆինանսական առումով որը դրական է նրանց համար, ում անհատական էլեմենտը ջուր 9 է։ Ամսի 14-ին ունենք լիություն բնութագրով օր եւ էներգիաների մեծ ակտիվություն, սակայն խորհուրդ կտամ որ անցկացնել առավել պասիվ վիճակում եւ օրվա ընթացքում չնախաձեռնել որևէ նոր նախաձեռնություն, հա, ցանկալի չէ։ Օրը համարվում է դրական վագրի, ձիու, այծի եւ շանտարում ծնվածների համար, ֆինանսական առումով որը դրական է բոլորային անձանց համար, ում անհատական էլեմենտը փայտ յանն է։ Ամսի 15 ունենք հավասարակշռում բնութագրով օր եւ էներգիաների, ուրեմն չունենք ակտիվություն էներգիաները անշարժ են, այսպես ասած, հողեղեն էներգիան բավականին շատ է եւ ցանկալի է օրը անցկացնել առավել պասիվ վիճակում։ Օրը համարվում է դրական նապաստակի ձիու, այծի եւ խոզի տարում ծնվածների համար, ֆինանսական առումով որը դրական է, փայտ ին անհատական էլեմենտը ունեցող անձանց համար։ Ամսի 16-ին ունենք կայունություն բնութագրով օր, օրը եւս համարվում է պասիվ օր եւ օրվա ընթացքում կրկին չարժե որևէ նոր նախաձեռնություն իրականացնել։ Ամեն դեպքում, եթե դուք պետք է ինչ-որ մի գործողության գնաք, հնարավոր չէ հետաձգել պայմանավորվածությունը, հնարավոր չէ հետաձգել գործերը, ես խորհուրդ եմ տալիս անպայման օգտվել դրական ժամերից, հա, իսկ դրական ժամերը օրվա ընդհանրապես մասին ինֆորմացիա իմանալու համար հետևեք իմ YouTube-յան ալիքին, միացեք մետաղաջողություն նախագծին, որտեղ ես ամեն օր տրամադրում եմ 1 օր շոտ, տրամադրում եմ հաջորդ օրվա մասին ինֆորմացիա, նաև նշում եմ դրական ժամերը։ Սկսեք ձեր կարևոր նախաձեռնությունները գոնե դրական ժամերին։ Ֆինանսական առումով որը դրական կարող է լինել բոլորային անձանց համար, ում անհատական էլեմենտը կրակյանն է, ում համար է դրական օրը, քիչ թե շատ, առնետի, վիշապի, օձի եւ կապիկի տարում ծնվածների համար։ Ամսի 17 ունենք նախաձեռնում բնութագրով օր,
ասել, որ օրը բավականին լավն է, այնքան էլ չէ, ամեն դեպքում օրը կարող եք օգտագործել պլանավորում կատարելու համար, հա, պլանավորելու, վերլուծելու։ Օրը համարվում է դրական ցլի, վիշապի, օձի և աքաղի տարում ծնվածների համար։ Ֆինանսական առումով օրը դրական է այն անձանց համար, ում անհատական էլեմենտը կրակինն է։ Օրվա մեջ, օրվա ընթացքում ուրեմն գրավչության էներգիան, այն էներգիան, որը պատասխանատու է մեր տեսանելիության բարձրացման, մեր գրավչության բարձրացման համար, գտնվում է հարավային հատվածում։ Եթե դուք այն մարդն եք, ով որ սոցիալական էջերում ակտիվ է եւ ցանկանում է ներգրավել նոր հետևորդներ եւ ավելի շատ ուրեմն տարածում ունենան, հա, իր կոնտենտը, ապա կարող եք օգտագործել հարավային հատվածը, սա բավականին ձեզ կօգնի։ Ամսի 18 ունենք կործանում բնութագրովոր, բայց այսօր կան մի քանի կարևոր գործողություններ, որ կարող ենք իրականացնել, ուրեմն խզել պայմանագրեր, հա, դադարեցնել պայմանագրեր և փոխել պայմանավորվածությունները նախորդ ձեռք բերված, օրը նաև զարմանալի է, բայց դրական է բժշկական օգնության դիմելու համար։ Ում համար է դրական։ Վագրի, նապաստակի, ձիու և շանտարում ծնվածների համար համարվում է դրական և ֆինանսական առումով դրական է բոլոր այն անձանց համար, ում անհատական էլեմենտը հող յանն է։ Այսօր, հենց ամսի 18-ին, եթե դուք նորից եմ կրկնում, զբաղվում եք սոցիալական էջերը ձեր ակտիվ են, վաճառում եք ինֆոպրոդուկտ, ներկայացնում եք ձեզ սոցիալական էջերում, ձեր պրոդուկտը, ձեր բիզնեսը, ձեր բրենդը եւ այլն, ապա օգտագործեք արևելյան սեկտորը եւ այդ գործողությունները կատարեք ձեր տան բնակարանի աշխատավայրի արևելյան հատվածից, կտեսնեք ռեալ տարբերություն, կոնտենտը ավելի արդյունավետ տարածում կգտնի։ Ամսի 19-ին ունենք վտանգ բնութագրով օր, էներգիաների պասիվություն, նոր նախաձեռնություն սկսելու համար ընդհանրապես հարմար օր չէ եւ ռիսկի գնալու համար էլ խորհուրդ չէի տա, հատկապես ներդրումներ կատարելու համար, ամեն դեպքում օրը համարվում է դրական ուրեմն վագրի, նապաստակի, այծի եւ խոզի տարում ծնվածների համար, իսկ ֆինանսական առումով հող-ին անհատական էլեմենտը ունեցող անձանց համար է համարվում դրական օր։ Այսքանը այս շաբաթվա համար, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին և գրել մեկնաբանություններում ձեր կարծիքը այս վիդեոյի վերաբերյալ։ Այսքանը, լավ եղեք, մինչ հաջորդ անգամ։